ենք ընդհանուր 6 կիլոմետր գազիկից է աշխատել, որից 3 կիլոմետրը գյուղի ներկայացումն է, 68 միլիոն ընդհանուր արտադրություն։ Ինչ է գյուղի անունը։ Լեռնամեր։ Ակինում այարդու Այս Լենինի արձանը սուբվենցիայով է նորը։ Անվարչի այս գյուղը իստիմա հարաբերությունում մի այդ գյուղն է որտեղ Հələ այս ինչի շարժան բան ունիկալ տեղ է։ Ես առաջի անգամ որ եկել էի զարմացել էի 2017 թիվն էր ոնց որ Բարև ձեզ ժողովուրդ։ Մի հատ էլ նկարիստ է։ Սենց էլ ուրիշ տեղ երևի չկա, չէ, Հայաստանում։ Չգիտեի, որ սենց 3 տեղ կա, բայն երկուսը որտեղ է։ Անտարում։ Անտարում հաշիվ չի։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Էսի 9-րդ անգամ է։ 9-րդ անգամ մենք իրար բարևում ենք։ Բայց առաջի անգամը չէ ճանաչում։ Չգիտեմ, կներեք։ Այ, Ես տեղ չեմ եկել, թե չկհիշեի։ Ստեղ չեք եղել, բայց ոնց որ ուրիշ տեղ եք եղել։ պասպորտը։ Հա։ Այսքան ոչնի Էլի մեկա Լենինի նկարը կպցրել եք ստեղ, էլի։ Չդայսը նայ կոնել է սա։ Եղա, շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Բարև ձեզ։ Բարև ձեզ Դե իհարկե Լենին անկախ գնահատականներից դարակազմիկ դեմք է, այդտեղ երկու կարծիք չկա։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիմա ձեր տներում գազ կա արդեն։ Որ չէ։ Բա հիմա այս պայն ինչ են կա։ Միացված 22 դիմում կա։ Բայց խողովակի մեջ գազ կա արդեն։ Հա։ Արդեն կա։ Մեկ տուն ունի, այսօր միացրել են մեկ տուն գազ։ Որ տունն է։ Որ հատվածում։ Այսինքն գյուղի համար լավ նորություն է, որ գազը կա։ Դե արդեն կամած կքաշեք, էլի, միջև մյուս ձմեռ քաշեք։ Իհարկե։ Մենք սպասում ենք, որ ասեն ինչքան է, որ լուծումն Իսկ ինչքան է նստում միջինում մի տան համար, ինչքան է բեր։ Հա? 200-ից 300 հատ։ Իսկ ժողովուրդ միջև հիմա ինչով եք տաքացնում տները։ Հələ մի հարց տամ։ Սեզոնին ինչքան գումար եք ծախսում։ Եթե 30-35 հազար դրամ արժի, ասենք մետրը ծախի։ Դե եմ ասում էլի։ Ամենակիչը Ինչքան։ 400,000-ի առնում եմ ամեն տարի ծախս։ 400,000-ի առնում եք, հիմի 200,000 ասենք այդ գումարից կտակ գազ քաշելու։ 400,000-ը կդնենք միան, ըստ պահանջի բաքսինքը վառենք մեր երեխա։ Չէ, բայց դե նա էլ կնստի, նե չի որ նա էժանա նստելու, բայց չէ կարևոր դա բարեկեցության ուրիշ աստիճան, դա փող արժի, առանց փողի չի լինում։ Հնարավոր չի, Ժորժ ջան, բացառված է նույն փողը ծախսել, այսինքն ավելի լավ ապրելու համար եւ պետությունը, եւ քաղաքացին, եւ տուն պետք է ավելի շատ գումար ծախսի, չի լինում ոչ մի բան։ Ընդհանրապես որ կանգնած ենք, սրամարել ենք շնորհակալ։ Դեսի միջև Նախորդ տարի էլ ասֆալտը այս կենտրոնական հատվածում։ հա, էս միջև գերեզմաները գնում է, Չէ, ես նկատի ունեմ ընդհանրապես մենք process-ները շատ դեպքերում շատ կարևոր է որ մենք բոլորս հստակ պատկերացնենք թե ոնց է տեղի ունենում։ Ցանկացած բան, ցանկացած տեղ պետության մեջ որ տեղի է ունենում, ինքը պետքա կամ պետական կամ համայնքային բյուջեում գրած լինի։ Այսինքն դիմացն է փող պետք է գրած լինի, կամ էլ եթե այս բան չկա, պետքա կառավարությունը վերաբաշխումով անի փող դիմացը գրի։ Հիմա ես ուզում եմ որ դուք բոլոր այս բանը շատ կարևոր է։ Այս գազատարը ով է կառուցել, ինչի հաշվին է կառուցել։ Մենք բոլորս պետքա բան անենք, հասկանանք։ Այս գազատար սուբվենցիա է եղել հարաբերակցությունը 45% կառավարություն 55%։ Համայնքն է գումար դրել, կառավարությունն է դրել, բայց համայնքին ու կառավարությանը որտեղից գումար։ Քաղաքացիների վճարած հարկերից, գույքահարկ, առաջինը։ Թալաների չի եղել, նավթիների։ Չէ, թալանը ուրիշ բան։ Չէ, այդ ուրիշ թեմա է, ես ուրիշ բան եմ ասում։ Ես դրա համար տեսեք, որ ինչ եմ խնդրում, ասում եմ մտնում եք։
Այո, բայց ես անցյալի մասին ենք հիմա ասում, բայց ես ուզում եմ այսօրվա մասին մի պահ խոսանք, որովհետև անցյալի մասին ավելի շատ ենք խոսում, որ մտանք խանութ, ինչ որ մի բան վերցրինք, ՀԴՄ դրա դիմաց տվինք եւ ստացանք, թե չէ։ Եթե տվինք ստացանք, այս գազատարը, ճանապարհը, դպրոցը, մանկապարտեզը բանանելու, կառուցելու փող է ձևավորում։ Չտվինք, չստացանք, չկա այդ փողը, որտեղից։ Ընդ որում մի ժամանակ այդ թեման կար, չէ, բարերարության թեման, որ ասում էին դե հարուստ գործարարները էս անեն։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, որևէ պետությունում այդ պետությունից հարուստ մարդ չի կարող լինի։ Այս կարևոր բան է։ Բայց կարևոր է, որ պետության հարստությունը քաղաքացու հարստությունն է։ Որովհետև ինչքան պետությունը հարուստ է, այնքան քաղաքացու համար ծառայությունը շատանում է։ Հիմա երեք նայեցի ափսոս թվերը մոռացել եմ։ Չէ, այս տարի 28 միլիարդ, եթե թիվը ճիշտ եմ հիշում, երեք հրապարակեցի պարոն Խաչատրյան, առողջության ապահովագրության 28 միլիարդ այդ դոլարով ինչ է անում։ Անում է մոտավորապես 70 միլիոն դոլար այս տարի, հունվարի 1-ից մինչև այսօր։ Մենք թոշակառուների առողջության համար վճարել ենք 70 միլիոն, մենակ այս տարի 3 ամսվա ընթացքում։ Որտեղից այդ գումարը։ Այդ գումարը հավաքվել է քաղաքացիների վճարած հարկերով։ Ես դրա համար է, որ ասում եմ մի վճարած հարկին պետք չի վերաբերվել, որ մենք այդ տալիս ենք ուրիշին։ Վճարած հարկը մենք մի գրպանից հանում ենք դնում այն մյուս գրպանը, ընդ որում այս մի գրպանը ավելի կարևոր է, որովհետև այս գյուղի ոչ մի քաղաքացի ինչքան էլ հարկ ինքը թաքցներ, չվճարեր ոչ մի բան, ինչքան էլ թաքցներ ինքը չէր կարող այս գազատարը ինքը իր համար կառուցեր։ Տենց մարդ չկա յուղում, չէր կարող արնել։ Եվ իմաստ էլ չունի, որ մեկ ամեն տուն իր համար մագիստրալից գնա։ Դրա համար հավաքում ենք միտեղ, ընդ որում սա պարտադիր չի, որ այս գյուղում մենք աշխատանք արել ենք նաև ուրիշ տեղերից վճարած հարկերով, որովհետև մենք մի պետություն ենք, մի երկիր ենք, փողերը դնում ենք միտեղ ու ծախսում ենք իրար հետ արդեն առաջնային կարիքները հոգալու համար։ Եվ ես խնդրում եմ, որ շատ ուրախ եմ եւ սա հույս ունեմ, որ այս միջև մյուս ձմեռվա ջերուցման սեզոնը բոլորդ կկարողանաք գազ ունենալ, բայց խնդրում եմ միշտ այս բանի մասին հիշեք, որ համայնքը այո, կառավարությունը այո, բայց սա նաև ձեր աշխատանքի արդյունքն է։ Եվ ինչքան դուք հարուստ ելնեք, սա ինչքան պետությունը հարուստ ելնի, այնքան դուք հարուստ կլինեք։ Ինչքան դուք հարուստ ելնեք, այնքան պետությունը հարուստ կլինի։ Ինչքան պետությունը շատ աշխատի, դուք այնքան լավ կապրեք։ Ինչքան դուք շատ աշխատեք, այնքան պետությունը եւ դուք լավ կապրեք։ Այսինքն այս տրամաբանական կապերը շատ կարևոր է, որ մենք բոլորս ընկալենք։ Շնորհավոր կարճ ասած։ Սա ձեր հանձնարարությամբ գույքագրված 3 առաջնահերթություններից ամենաառաջինն է։ Երբ որ գյուղի հետ հանդիպում ա եղել, բոլորը առաջինը գազի մասն են խոսել։ Հիմա էլ արդեն 30 դիմում կա, 30 տնտեսություն արագ կանցնեն գազաֆիկացման ռեժիմի, կարծում եմ ամառվա ընթացքում հիմնական մասը գազաֆիկացված կլինի։ Շատ լավ կլինի։ Դե ուրախության օգտագործեք։ Հարսանիքի, ծնունդի, կնունքի համեցեք եղբայր։ Բայց ոնց է պատասխանել։ Այս երկիրները ով է։ Դուք։ Մենք ճիշտ է։ Այո։ Ինչ կա պատտանում է ժողովրդին, ճիշտ է։ Ինչ։ Ինչ որ կա այս մեր տարածքում պատտանում է մեզ։ Այո։ Եթե մեկը տնտեսությունի տեղացի վրա դա իրանք ինչ է ներկայացնում։ Եթե ասում է ես տնտեսություն եմ։ Դե ունեցվածքի վրա ձեր ազգանունը ինչ է։ Բարսեղյան։ Պարոն Բարսեղյան, եկեք չտանք հարցեր, որոնց պատասխանները գիտենք, էլի։ Եկեք տանք հարցեր, որոնց պատասխանները չգիտենք, իրար հետ խելքի տանք։ Արդեն բոլորս հասկացանք ում նկատի ունի, ինչը նկատի ունի։ Դա դրան ժամանակն է կգասոս, դրա ժամանակ։ Դրա այդ հարցի պատասխանը դուք ունեք հնարավորություն տալու շատ կոնկրետ 2026 թվականի հունիսի 7-ին առավոտվա ժամը 8:00-ից մինչև քանիս տեղամաս 20:00 8:00-ից 20:00 այն բոլոր հարցերը որ կա
Այդ բոլոր հարցերը։ Հիմա գիտեք, տեսեք, այդ բոլոր հարցերը պետք է ձեզ համար գույքագրեք, ամսի 7-ին պետք է գնաք ձեր հարցերի պատասխանները տալ։ Եվ ընտրենք կպականներին։ Շնորհակալ եմ, ուրախ եմ։ Կարելի է մեկ րոպեում։ Հայ իհարկե։ Մենք ծանոթներ ենք։ Ձեր պատգամավորը տեղած ժամանակ։ Ուրախ եմ շատ։ Դուք մեծ համար, իմ ընտանիքի համար այնպիսի մի գործ եք կատարել, որ ես մինչև հիմա ձեր շնորհիվ ապրում եմ մեծ տանը։ Դուք եղաք վարչապետ, ես չեմ համարձակվել կամ ձեզ ասեմ, պարոն վարչապետ, խնդրում եմ ձեր սկսած գործը շարունակեք եւ այդպես կիսատ մնում է։ Խնդրում եմ ինձ 10-ից 15 րոպե ժամանակ ձեր ժամանակից հանդիպեմ ձեզ եւ ձեզ ասեմ այդ մասին։ Հիմա տեսեք, ձեր ազգանունը ի՞նչ է։ Բարսեղյան։ Տիկին Բարսեղյան, հիմա իրատեսական չի, բայց իմ օգնականը էստեղ է, Ես հասկանում եմ։ իմ օգնականը ձեզ կլսի եւ մեկը ես ինչ որ լսեմ հանձնարարելու եմ իրեն կամ մյուս Եթե օգնական։ մենք գիտեք քանի անգամ ենք մենք հանդիպել։ Այսինքն ինձ գրկած 3-րդ մասի հրապարակից ձեր ելույթից հետո տարել եք մինչև մեր ավտոբուսի կանգ։ Հիմա էլ կարամ ձեզ գրել։ Բայց խնդրում եմ օգնականից ասեք, որովհետեւ իրատեսական չէ, էլի։ Չեմ ուզում խոստանալ։ Հասկանում եմ ձեր աշխատանքի բնույթը, ձեր ժամանակ հասկանալով։ Շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ես Համեցեք։ կարող եմ Մեր գյուղը դախալ լեռնային գոտի է, ժողովուրդ ուզում են անասնապահությունով զբաղվեն, ասենք խելացի անասնաշենքի խնդիր կա, էլի։ Հիմա տնամերձների վրա մարդիկ անասնագոմ չեն գալիս։ Գնանդեղ ասա։ Բնականաբար հարևանացում այս տուն եմ սարքում, ես հետ ֆոտոշոփ։ Ամելիկը ղեռ կա, հենա, տենում եք, ասենք հնարավոր է այդ ղեռերը կարենանք, ասենք սեփականը շնորհեն կամ տակ ինչ որ ամեն մեկ ով որ ուզում է զբաղվի, ով որ բիզնես պլան կներկայացնի, ոչ թե ամեն մարդ ով որ տարածք խփենք վեկալենք։ Գիտեք, Այլ ասենք ես ուզում եմ հիմա այդ որ ցույց է տալիս 1000 ներողություն։ Երեք ուզում եք կառավարության նիստում այդ թեմաներին անդրադառնայի, բայց երկար է չանդրադարձա։ Վիզուալ այդ հաստատ արոտավայր չի, էլի։ Մենք պետք է մի հատ այդ արոտավայր բանն է, մարդը շատ ճիշտ բան է ասում։ Այսինքն հաստատ այդ արոտավայր շատ ճիշտ է, ինչ ասիկ, 70 մետրան ասիկ ղր թե քր, ինչ ասիկ։ Հա, ղռ է իրոք, էլի, մի հատ էլ պետք է մաքրեմ, ու իմ նման լիքը մարդիկ։ Որովհետև մենք մաքրեն այդ ղռը։ թղթի վրա նայում ենք արոտավայր, ասում ենք, դե ոնց կլինի արոտավայր, բայց գետնի վրա գնում ես արոտավայր։ Արոտավայրը քանի միլիոն դրամ փող պետք է վճարեմ, հողի կատեգորիան փոխեմ, ասեք օգնեք մեզի, մենք ենք այսօր բնությունը։ 3 հատ ես ունեմ, մեկը 3 Ճիշտ է, հատ։ եթե մենք կարանք ներողություն, մենք կարանք ընդվորում այդ բաները հատկացնենք, այդ հողատարածքները բաները հատկացնենք, այ հատուկ սենց նոր տեխնոլոգիական գյուղատնտեսության համար։ Ասենք, եթե ինչ ձեր խոսքերից են վերցնում, եթե կառուցում եք խելացի անասնագում այս ծրագրով, այս մասշտաբով, հա, մենք օրենքով այդ փոխում ենք, տալիս ենք, որպեսզի տեխնոլոգիան մտնի գյուղ։ Իհարկե ճիշտ է ասում, հարևանի ով կուզենա իր պատուհանի տակը միանշանակ ընդունելի բան է։ Ձեր ազգանունը ի՞նչ է։ Արասխանյան։ Պարոն Արասխանյան, միանշանակ ընդունելի բան եք ասում, ի գիտություն ընդունեցինք կզբաղվենք։ Մեզ պարոն Խուդացյան, ուղղակի պետք է գույքագրել, կոպիտ ասած, որն է իրոք արոտավայր, որն է իրոք ղռ։ Որովհետև որը ղռ է, չէ, ես ձեր հիմա հանրապետության մասին եմ խոսում, որովհետև մեր փաստաթղթերով մեր երկրում կարծեմ 1 միլիոն հեկտարից ավել, 1.2 թե 400 հեկտար արոտավայր կա թղթի վրա, բայց 300 հատ ոչխար է պահում, սա հարևանները խաթր անելով յոլա են տանում։ Չէ, նկատի ունեմ այդ արոտավայրերից պետք է նայենք որն է, որ ինքը այն որ իրական արոտավայր է, մենք դա պետք է պահենք, այդտեղ որի վրա խոտ է աճում եւ բանը նախիրը կամ հոտը այնտեղ արոտ է անում։ Դա պետք է պահենք, դա անձեռնմխելի է։ Ոչ մի գյուղերում շրջաներում չկա, Սարերում։ Բայց այնտեղ որտեղ որ արոտավայր գրած է, բայց ղռատակ է իրականում։ Մենք պետք է բան անենք, խելացի անասնագում, այգիների համար, որովհետև հիմա այդ քարային ավազուտ հողերը հիմա այս նոր տեխնոլոգիաներով ավելի շատ են այդտեղ հետաքրքրվումներ դրողները քան միանշանակ այսօրվա մեր այցը նաև ձեր առաջարկով շատ օգտակար եղավ, որպեսզի գաղափար տվեցիք կգնանք հասկացանք, կանենք, համեցեք։ 18 տարեկան տղեն զոհվել է 44-րդ պատերազմում,
շրջափակման մեջ մնալու, որ 20 հոգի մնացին դեկտեմբերի 27-ին։ Խոնարհում եմ ձեզ եղբայր, խոնարհում եմ։ Ես բուժաշխատող եմ 40 տարի հանրապետական հյուրանոցում։ Այո։ Գյուղաբնակ եմ, հող եմ առել 2000 թվականին, որին վաղ վկայականները դեռ գոյություն չունեին։ Չեմ կարողացել գրանցել մի վրա 2020 թվական։ 20 թվականին 2020 թվականին եմ Հա, 2000 թվական 26 տարի ես տիրապետում 1000 հոգի տեղյակ եմ, որ ես տիրապետում 22 թվականին օրինականացինք մեր վրա պարոն Արգիշտի Մեխակյանը դա տեղյակ նախ ասեմ, որ չընթառաջեք այդ հարցովից ես մեր ընտանիքով 10 հոգի ընտրելու ենք մեր վարչապետ եք դուք եթե ինձ հարցին չընթառաջեք 017 1700 մետր մի փոքր հողակտոր գնացել է Կալանքի տակ կառուցություն կոմիտե գնում եմ գալիս եմ քննիչի մոտ կառուցություն կոմիտեն ինչի համար իմ վկայականը ես բոլոր վարչապետերին տեղյակ եմ այդ որ հողի մարդիկ յուղերում հողեր ես ասել մի մասը վաճառում մի մասը առնում են Երևի 60 հոդվածի հող ա եղել ձեր հետ չի կապա օրինական սեփականաշնորհում Բա ինչն ա պրոբլեմ ընդամենը իմ վկայական տվյալում ասել եմ Հարազատ ջան Դավիթ ջան կներեք էլի ես ծանոթ եմ գործին Դավիթի հետ այդ վկայականը արգելանք ա դրված վրան որի Հենց այդ մեկը ամբողջ հողի վրա շատ վկայականներ որից մեկը այդ վկայականն է փաստացի իրենց անունով է բայց քանի որ քննիչը նախաքննական փուլում արգելանք է դրել այդ գույքերի վրա որից մեկը այդ վկայականն է որը Բայց սեփականության վկայականը կա Այո սեփականության վկայականը Այսինքն ոչ մի խնդիր դեռ Խնդիրը նրանում է որ կամ դատանը միջանկյալ որոշում պետք է կայացնի արգելանքից հանի որ կարողանա սեփականատերը Համայնք որ համայնքի հողն է եւ մեր բանը եւ մեր հնարավորություններն ու ռեսուրսներն էլ պետք է ռացիոնալ օգտագործել։ Հիմա ես տարբեր գյուղերում որ ասում են, իրականում մենք ինչ ենք ասում ենք մենք ոչ մի գյուղի դպրոց չենք փակում, մենք գյուղերի համար կառուցում ենք դպրոց։ Այլ բան, այդ դպրոցը որտեղ է տեղակայված։ Կարող է 1 կիլոմետր այնտեղ այն կողմն, 2 կիլոմետր այն կողմն։ 4-5 կիլոմետր։ Ես ձեզ բերեմ իմ օրինակ։ Ես ապրել եմ Երևան քաղաքում։ Ես իմ 4 երեխաները ամեն օր 4 երեխաները ամեն օր 6 կիլոմետր գնացել են, 6 կիլոմետր եկել են դպրոց։ Ես ինչի համար եմ դա արել։ Իմ երեխեքի համար ուզեցել եմ վատը լինի, թե ուզեցել եմ լավը լինի։ Ուզեցել եմ լավը լինի։ Հիմա ձեր գյուղի բոլոր գյուղերի երեխեքի համար եմ նույն ձևի անում, որ միջավայր ձևավորվի, որ երեխեքը ուրիշ գյուղերի երեխեքի հետ էլ ընկերություն անեն, գնան այնտեղ նորմալ կրթական process։ Շատերը գնում են կռիվալում, ձմեռալում մեքենա չավ, այդ ճամփան մենք անցել ենք մեր ժամանակ, մենք էլ ենք 5 կիլոմետր որտեղ գնացել, պարոն վարչապետ։ Դրա համար կառավարությունը ինչ անում։ Կառավարությունը նաև նախ միջև դպրոց գնացող ճանապարհը պետք է նորոգվի։ Երկրորդը մենք պլանավորում ենք միկրոավտոբուսներ առնել պրոֆեսիոնալ վարորդներով, որ առավոտ մտնի գյուղ, երեխեքին տանի դպրոց, իրիկունը բերի գյուղ, երեխեքին իջեցնի, բայց հիմա նաև ուրիշ առաջարկ կա, ծնողներն են առաջարկում, ասում են այդ տրանսպորտի համար ինչքան եք ծախսում։ Մեկը կարող է տարբերակը լինի, որ մենք ծնողներին կոմպենսացնենք, ասենք երեխեքի ճանապարհածախսը, գումարը տանք, կարող է 2-3 հարևաններով հավաքվում են, ասում են մենք ամեն օր մենք չենք վստահում ձեր վարորդին։ Մենք մեր երեխեքին տանում ենք, վերում ենք։ Տենց տարբերակ էլ կա։ Մեր խնդիրը այն է, որ երեխեքը ստանան նույն մակարդակի կրթություն, ինչ որ ստանում են Երևանի ամենակենտրոնի դպրոցում։ Ամենայն հարգանքով 30, 40, 50 հոգանոց դպրոցում դա հնարավոր չի ապահովել։ Հնարավոր չի ապահովել։ Բայց պարոն վարչապետ, ախր ոնց կլինի ցած երեխեքին սաղորդանս գիշերով մենք այդ 30 տարի Այդ երեխեքին պետք է տանեն մի երեխա առաջիկա տարեկան դպրոցի ժամը 12-ին է վերջանում։ Դե դրա համար ձեր ազգանունը ի՞նչ է։ Միրզոյան։ Դրա համար մենք չենք Պարմիրզյան, եկեք լսենք իրա։ Դրա համար մենք ասում ենք դուք պետք չի տանեք։ Մենք նոր գործանային արտադրության ավտոբուսը, միկրոավտոբուսը կառնենք, վարորդի պրոֆեսիոնալ հատկությունն էլ կստուգենք, ուղեկցող էլ կնշանակենք, կմտնեն առավոտ երեխեքին իրանց բակերից միկրոավտոբուսով կտանեն, որ ժամին որ պետք է։ Հետո երեխեքը դասերը սովորած, սնված, խաղացած, շփված կգան տուն,
հետո առավոտ կգնան, շաբաթ կիրակ էլ իրանց գյուղում։ Բայց դա նույնը կարելի է գյուղում անել, չէ՞, գյուղը որ դատարկվես մի լուսավոր։ Ինչի՞ պետք է դատարկվի։ Կներեք։ Որ եթե դպրոցը փակվել յուղացիները Հարգելիս ես ձեզ շատ հարգում եմ։ Ես ձեր համախոհ կներեք, էլի դուք դպրոց եք մնում։ Ինչ։ Ասում եք գյուղացին դպրոցը հարգելիս։ Երեխեքների համար եմ ասում։ Բա երեխեքի մնան դպրոց գյուղը։ Հազարավոր մարդիկ։ Դադարվես գյուղը։ Պարոն Միրզոյան, հազարավոր մարդիկ գյուղերից դուրս են գալիս, գնում են Երևան ապրելու մենակ այն պատճառով, որ մի րոպե, որ իրանց երեխեքը նորմալ կրթություն ստանալու հնարավորություն չունեն։ Դրա համար մենք այս գյուղերի, այն տեղերում, որտեղ բավարար թվով երեխեք չկան, գոնե 100-200 աշակերտով, կառուցում ենք կրթահամալիրներ, ավտոները տալիս են։ Շնորհակալ եմ, երրորդ տեսնում եմ հարևան գյուղերում բոլոր մանկապարտեզներ եք սարքում, դպրոցներ եք սարքում, ամեն ինչ սարքում եք։ Այս գյուղը մենք 100 տարի գազ չենք ունեցել, շնորհակալություն ձեզ ունենք։ Այս ասֆալտը որ գնում է գերեզմաներ չունենք։ Դպրոցների հարցն էլ տենց ենք լուծում։ Հիմա դպրոցի հարցը ես խնդրում եմ, այս գյուղը փոքր դատար էս մի լուսավոր կետն է մեր դպրոցը, պարոն վարչապետ, ուրիշ բան չունի, անգամ խանութ։ Հարգելիս, կներեք, դպրոցը գյուղի համար չի, դպրոցը երեխու համար է, որ նորմալ կրթություն ստանա։ Կներեք, էլի ես այդ հարցում ձեզ այդ համապատասխան։ Երեխեքը գնալու են այնտեղ շրջապատը ուրիշ է, սաղուր կռիվ դավեն անում, վեճեր են անում։ Ոչ, չկա տենց։ Չեմ հաշտվի, պարոն վարչապետ։ Չեք հաշտվի։ Ես ուղղակի խնդրում եմ, գիտեք ինչ, եկեք սենց անենք, հա, որտեղ այդ դպրոցը կլինի։ 2 կիլոմետր հեռու ամբերտ գյուղում։ 4-5 կիլոմետր է։ 250 Թող 4-ի, ասում եմ իմ երեխեն ամեն օր 6 կիլոմետր գնացել է։ Ժամանակին գնացել ենք այդ ճանապարհը, այսպես ձուներն ոտով գնում ենք։ Հարգելիս, մենք ճանապարհը կառուցում ենք, տրանսպորտը տալիս ենք, որակավորված ուսուցչին տալիս ենք, լաբորատորիան տալիս ենք, ֆիզկուլ դահլիճը տալիս ենք, ամեն ինչ։ Մեր մոտ ցարկ է, ես գյուղերը փոքր գյուղեր ինչ կան, խնդրեմ, մեր այս գյուղերը։ Հարգելիս, կներեք, էլի, հարգելիս, մի րոպե, ձեզ համար ամբերտ բանը, ձեր գյուղը Լեռնամերձը ձեր մոտ ամբերտը ձեր մոտ չի, մեզ համար մի րոպե, մեզ համար ամբերտն է Լեռնամերձն է մեր մոտը, երկուսն է մեր մոտը։ Այդ աշխարհագրական հարցը, լոգիստիկ հարցը պետք է հնարավորինս կենտրոն կառուցենք, որ այդ պոտենցիալ աշակերտները Ձեզ խոստանում եմ, որտեղ որ մենք կբացենք առաջինը, երբ որ կլինի այդ համակարգը։ Չեմ վստահում։ Ես վստահում եմ գյուղացի ձեզ վստահում եմ, ուղղակի դպրոցը գյուղում ոնց կլինի, ախր այդ մի դպրոցներ չկա։ Հարգելիս, աշխարհի մի րոպե մանկապարտեզ։ Տանում ենք տարբեր գյուղեր են կտանում, պարոն վարչապետ։ Հարգելիս, կներեք, տարբեր գյուղացիները, տարբեր տեղեր։ Քանի մանկապարտեզի, քանի երեխա կա դպրոց։ Չկա այստեղ մանկապարտեզ։ Երեխա, քանի երեխա։ Ստարի առաջի դասարան 5 հոգի երեխա եկա արդեն։ Անցած տարի 2-3 երեխա էր, ստարի 5 երեխա։ Հարգելիս, մենք մեր ռեսուրսները պետքա ճիշտ օգտագործենք եւ մեր ռեսուրսները պետքա ուղղված լինեն երեխաներին, որպեսզի նրա կրթություն ստանան, որակի դպրոց գնալը հարգելիս մի րոպե չէ, կներեք, տենց չի։ Դպրոց գնալը կրթություն ստանալը տարբեր բաներ են, որովհետև կրթություն կարելի է ստանալ այս մակարդակ, չէ, տարբեր նույն տարիքի մարդիկ տարբեր տեղերում, տարբեր միջավայրերում ստանում են բոլորովին ուրիշ մակարդակի կրթություն։ Մեր խնդիրը այն է, որ այս գյուղում Այս գյուղի երեխեքը պետք է ստանան նույն որակի կրթություն, ինչ որ ստանում են Երևանի կենտրոնում կամ Երևան քաղաքում, կամ մարզ կենտրոնում, կամ Արմավիրում։ Դրա համար մենք կրթահամալիրների ծրագիրն ենք դնում, երեխուն առավոտը տանելու ենք, ինքը իր միջավայրում ապրելու է, ֆիզկուլտա ունենալու, լաբորատորիա ունենալու, ընկերներ ունենալու եւ այլն եւ այդպես շարունակ։ Առավոտ տանելու ենք, իրիկում բերենք։ Երբ որ տենց 1-2 օրինակ կլինի, այստեղինը ինչ ուրա հասել։ 2007 թվականի Միջև որտեղ կլինի, ես եկեք գնանք մի հատ եղածը, ինչ որ եղած այդ համակարգը մեր աչքով նայենք, տեսնենք վատնա, թե լավնա։ Եթե տեսնենք վատնա, կվերանայենք։ Ես ձեզ խոստանում եմ, եթե ձեզ չհամոզի, վատնա, կվերանա։ Լավն էլ կան, երկուսը համատեղ է, պարոն վարչապետ։ Եկեք ուրեմն երեխեքա շրջապատ երեխեք են մեծանում։ Հարգելիս, ես ձեզ մի անկեղծ մի բան ասեմ, այդ ծրագիրը կառավարությունը ընդունել է, այդ հետ շրջելի չի, պետք է գնա այդ պրոցեսը, ամենայն հարգանքով։ Էլի որ մենք ամեն ինչով այսօր կանք լավենք, բայց այդ մի բան է, որ ուրեմն մի քիչ են չի, էլի, բայց դե պետք է հաշտվենք այդ չպետք է հաշտվել։ Հաշտվելու կարիք չկա։ Հաշտվելու երեխեքը մնային։ Երեխեք լուսավոր կետնա, դպրոցն է պահում։ Հարգելիս, գյուղն էլ կմնա, չի դատարկ։ Լսեք, գիտեք ինչ ասեմ, նախորդ ասեմ, մինչև երկրի քանդվել է 100 երեխա է դպրոցում ելել։ Մեր այս գյուղի դպրոցը եղել է 100 երեխա։
90 թվականից հետո երբ որ գյուղը քանդվեց, մնացինք 30, 40, 50, 60, հիմա մնաց 20։ Հա, շատ ճիշտ։ Տեսեք ինչքան կար։ Կլսեք ինձ։ Բա դպրոցը կար, ինչի դատարկվեց։ Գնացին Ռուսաստան սա։ Չէ, բա դպրոցը կար, բա դպրոցը կներեք, բա մի րոպե չենք լսում իրար։ Ձեր ասած դպրոցը տեղում էր, չէ, բա ինչի գնացին։ Հետ եմ ասում։ Որովհետև լավը չէր դպրոցը։ Որովհետև լավը չէր դպրոցը։ Այսօր Հայաստանի մարզերում հարյուրավոր գյուղեր դատարկվում են այն պատճառով, որ մարդիկ հասկանում են, որ իրանց գյուղի դպրոցում իրանց երեխեքը նորմալ կրթություն չեն ստանալու։ Դրա համար գնում են տուն-տեղ ծախում են, գնում են նորմալ կրթությանը հնարավորինս մոտիկ ապրեն, որ իրանց երեխեքը նորմալ մասնագիտություն ստանան, նորմալ կյանքով ապրեն։ Հիմա դատարկենք այդան քաղաք ապրենք, ծախենք, բայց գյուղը բա ինչ անենք, չմնանք սովորեն։ Չենք հասկանում իրար։ Ասում եք գյուղը դատարկվել է 90-ից հետո, բա դպրոցը տեղում էր, ինչա դատարկվում մարտագաղթ էր, պարոն վարչապետ։ Բա կանգնե։ Աղավնատուն գյուղը այն ժամանակ։ Ներողություն, հարգելիս, մի րոպե, արտագաղթ էր այդ թվում են պատճառով, որ ծնողը տեսնում էր, որ այս գյուղում եւ այս կրթական համակարգում իր երեխեն չի կարալու նորմալ կրթություն ստանա, որ այս կյանքում լինի մրցունակ։ Դատապարտված է լինելու ապրել կամ աղքատ կամ աղքատության շեմին մոտիկ։ Մենք ուզում ենք երեխեքին տանք կրթություն, որ մարդիկ կարենան ապրեն իրանց աշխատանքով լավ ապրեն։ Մարդիկ միլիոններ են ծախսում, ձեր ցավը տանում, ես չեմ հասկանում, ես ինչ միլիոններ են ծախսում, միլիարդներ են ծախսում, իրանց երեխեքին ուղարկում են Քեմբրիջ սովորելու, Օքսֆորդ սովորելու, բանի այդ ինչա ինչ էր կոչվում, UCL սովորելու, եւ ես չեմ հասկանում, մեր այս ինչ մտածողությունն է մեր մոտ մտած։ Երեխեն հանկարծ տնից այն կողմ չկա։ Չէ, մի րոպե Սամվել ջան, դա շատ կարևոր բան է։ Երեխեն հանկարծ տնից դուրս չգա, վայ երեխեն գյուղից դուրս չգա, բա երեխեն մեծացավ 18 տարեկանը լրացավ, մնալու է գյուղում, գնում են, բա դրա համար էլ երեխեքին այնքան գյուղի քառակուսուց դուրս չենք թողում, վաղը մյուս օրը գնում են բանակ, չեն դիմանում, որովհետև այդ երեխեքը կյանքում 4 հոգուց ավել շփման միջավայր չեն ունեցել։ 20 հոգանոց դպրոցում ավարտած երեխեն բանակ գնալու ծառայելը արդեն պրոբլեմ է։ 20 հոգանոց դպրոցում սովորած ավարտած երեխեն ուր էլ գնա 50 հոգանոց կոլեկտիվում աշխատելը պրոբլեմ է, որովհետև այդ երեխեն չգիտի ոնց են 20 հոգուց ավել մարդկանց միջավայրում ապրում։ Չի կարելի երեխեքին բան անել, կապել, ցանկապատով ցանկապատի մեջ դնել, ասել չէ դուք ստեղ չեք գնալու։ Ոչ դա բացարձակ տեն չի, ամենայն հարգանքով, հազար ներողություն։ Ոչ, բայց կներեք մենք Այս վերջերս մենք շատ կարևոր որոշումներ ենք կայացրել, որոնցով ասում ենք 18 թվի հեղափոխությունը առաջին բանով ալիքով ընդհանուր քաղաքացիներին տվեց ազատություն։ Հիմա վերջին տարիներին մենք որոշումներ ենք կայացրել, վերջին էլ 3 կայացրին, որով մենք Հայաստանի Հանրապետությունում ազատություն ենք տվել թոշակառուներին։ Հիմա չէ մի րոպե հիմա այս դպրոցների որոշումով մենք ապահովում ենք մեր երեխեքի ազատությունը, շարժվելու, ապրելու, զարգանալու ազատությունը, որովհետև այն ռամկեքը, որի մեջ մենք մեր երեխեքին դնում ենք, կներեք, այդ ռամկեքը առաջ մենք մեր երեխեքին ենք դնում, հետո բայց դա մեր պետության, մեր ազգի, մեր ժողովրդի համար ռամկա դառնում։ Եկեք ընդլայնենք սա։ Երեխեն թող մանուկ հասակից իմանա այն օրը մի գյուղում, այն օրը չէ, անցած տարի մի գյուղում ասում է մի ծնող էլի ձեր թեման, էլի տեն շատ էմոցիոնալ հարց է, էլի քննարկում ենք, մի կին երիտասարդ մայրիկ էր, էլի 25-30 տարեկան, գուցե 35, ասում եմ բան է անում, տրանսպորտով երեխեքին դպրոց ենք տանելու, տեղից վեր թռավ, սկսեց իմ երեխեն չի կարում ավտո նստի, իմ երեխեն բանա սիրտը խառնում է հետ, ասիկ կներեք։ Այսինքն վերջ, ձեր երեխեն ձեր բակ էլ չի ավտո չի նստելու ձեր երեխեն։ Ձեր երեխեն ավտոից սիրտը խառնում է, որովհետև ձեր երեխեն ավտո չի նստել։ Չի նստել, դրա համար է սիրտը խառնում։ Սենց մենք ուզում 50 տղակավ անպսակ։ Ես գյուղից դուրս չեն եկել։ Դրա համար էլ այդ օրն եկել։ Այ հա, այդ միանշանակ։ Լսեք, մենք կներեք, տեսեք, մեր պլանը ասեմ որն է, գազը կա, բանը ճանապարհը սարքում ենք, ղռերը սարքում ենք խելացի անասնագոմեր,
այգիները սարքում ենք խելացի ինտենսիվ այգիներ, երեխեքը, մի րոպե, երեխեքը գնում են, ընդունվում են դպրոցում նորմալ կրթություն են ստանում, հետո քոլեջում կամ բուհում նորմալ կրթություն են ստանում ու գալիս են հետ գյուղ, որ իրանց գիտելիքը ավելացնեն իրանց հայրիկների եւ պապիկների գյուղատնտեսական գիտելիքի վրա եւ այն որ հեկտարից նախկինում ստանում էին ենթադրենք X բերք, հիմա ստանան X + Y բերք։ Այն որ մի կովիդ ստանում էին X լիտր կաթ, հիմա ստանան 5 լիտր, հիմա 10 լիտր գոներ։ Հասկանում եք, պետքա գնան գիտելիքը հավաքեն, բերեն գյուղ։ Մենք ինչի ենք այս ներդրումները անում, որովհետև մարդը գյուղից գնալու հավանականությունն ավելի մեծ է, որ գազ չլինի, աշխատանք չլինի, այս չլինի, իսկ դպրոցը հեսա նույն գյուղն է, ինչ տարբերություն։ Էլ չեմ ասում նույն համայնքի մեջ։ Վաղարշապատ խոշորացված համայնքի հիմա թաղամասի կարգավիճակ, բնակավայրի կարգավիճակ ունի։ Պարոն Միրզոյան, նույն համայնքի մեջ, պարոն Միրզոյան, համայնքի մեջ, համայնքի համար կառուցվում են դպրոցներ։ Եվ շնորհակալ եմ, որ մեր գյուղում էլ սարքե գյուղը մնա։ Այդ ես ձեզ խոստանում եմ, երբ որ կլինեն գյուղում 100+ դպրոցական տարիքի երեխեք, 2 տարվա ընթացքում, 3 տարվա ընթացքում դպրոց կկառուցվի։ Դենա մեր ինգերը լավ ասեց, որ 50 տղական չեն ամուսնանա։ Այդ 50 տղեն թող ամուսնանա։ Չեն ամուսնա, ասում ես չկա։ Երբ որ 100 աշակերտ եղավ, պարոն Միրզոյան, ես ձեր աչքերի մեջ նայելով խոստանում եմ, երբ որ 100 աշակերտ եղավ, գյուղում դպրոցը կառուցում են, գնացին։ Բայց ես էլ ուրախ կլինեմ, պարոն Պարչապետյան։ Չէ, 50-ով չի լինի, պրոբլեմա։ Ես եմ շնորհակալ։ Լավ բան եք։ Հաճույքով։ Ձեզ կանաչ ճանապարհ։ Ձեզ էլ։ Բայց այդ մի բանը անպայման հիշեք։ Երեխեքի կրթությանն եմ վերաբերվել, նենց վերաբերվում եմ ձեր երեխեքի կրթության։ Ոչ մի տարբերություն։ Չէ, լավ էլի դե շարունակեմ։ Մեր գյուղից ստեղ տղեր գնացել են հարևան գյուղ սովորելու ու եկել ինձ ասում են ստեղ չի ինքա։ Ասում են հոպար մենք ինչ սովորել ենք, մեր այս դպրոցը ենք սովորել։ Հարևան դպրոցը մենք բան չենք սովորել։ Որովհետև երկուսն է հին դպրոցի մասին է խոսքը, նոր դպրոցում տեն չի։ Ես եմ շնորհակալ։ Լավ եղեք։ Չէ եղել այստեղ ես։ Սա մարզի ամենավերջի գյուղն է։ Շնորհակալ եմ շատ, լավ եղեք։ Ձեզ լավ մնացեք, մենք Այստեղ էլ հրաժեշտ ոչ բոլորով գնում ենք, չէ։ Լավ եղեք։